Երեխեք ջան, ողջույն բոլորին, ես ննջասենյակում էի, փոխում եմ երեխեքի անկողինը, վերմակները, բայց դեռ չեմ քաշի այդ վերմակերեսը, որովհետև պիտի լվամ իրանց այդ բաները նոր։ Մի խոսքով, ինչպես տեսնում եք, հետարքի է կոմպլեկտում կապույտը սևի համադրությամբ, հա, ես էլ ընկած ման եմ գալի, ասում եմ, այս սև կոմպլեկտի պրոստինան ուր է, դու մի ասա, ինքը ուղղակի բաց կապույտ է։ Հիմա արագ ուզում եմ հավաքել ամեն ինչ, լվացքներ ունեմ գցելու գցեմ, փոշիները պիտի վերցնեմ, կարգ ու կանոնը հաստատեմ, երբ որ կարգ ու կանոնը լինում տանը, կարգ ու կանոնը լինում նաև մեր գլխում, ես այդ միշտ ասում եմ, որովհետև այդ իսկապես այդպես է։ Երեխեքի համար սարքում եմ կատնաշոր, ելակ, բանան միքսը, իմ ու Խորենի համար էլ կսարքեմ սմուզի, երեխեքը սմուզի չգիտես ինչու չեն սիրում խմել, մեզ կավելացնեմ նաև բանանին ու ելակին կիվի, հա, իսկ ես սա հիմա լավ կտրորեմ, երկու մասի կբաժանեմ և կտամ իրենց, մի քանի հատ էլ հիմա ելակ կավելացնեմ իհարկե, ու վերջ կլինի համեղ և օգտակար միջնուտեստ։ Արտարդյաջաներ, Խորենը գնում է բժշկի, սմուզին մի հատ արագ խմի, կատեի պատասխանները պիտի տանենք, որ բժիշկը ասի, թե ոնց շարունակենք, որ լրիվ մաքրվի, էլի թոքերը։ Լավ արևոտ եղանակ է, կարևորը հավեսա, մարդու ապրելը գալիս է, չէ՞։ Հա։ Всё, անուշ լինի։ Սիրտդ բացվում է։ Խորենը բժշկի է, ես արագ լոգանք ընդունեցի, վարը քույրը կադրում երևում է։ Արագ լոգանք ընդունեցի, մազերս ֆենով չորացրել եմ, եղանակը շատ վատն է, բայց ես այսօր պիտի դուրս գամ, հրավիրված եմ տեղ, հետո կտեսնեք թե որտեղ, հետևաբար պիտի մի քիչ ինձ կարգի բերեմ, դավես չէ, կադրի մեջ, տենց գրուպնի պլանով մի մտի, այս երեխեքներ ստեղ են, մեկը մեկի հետ կրվշտվում, գիտեք, երկու աղբեր իրար հետ, է որ համ շատ լավ խաղում են, համ էլ մեկ-մեկ իրար լիս են։ Հետևում եմ անընդհատ ինստագրամից, տեսնեմ հոքորիկը չգրեց, հերթի մեջ էր, որ ես վերջին անգամ հետը խոսեցի, հիմա հուսամ, որ ներսում ասես վերջիկինը մտել է, անհամբեր սպասում եմ բժիշկը տեսնեմ ինչ ցուցումներ ա գրել, ինչա վաբշե, չգիտեմ, տեսնեք, կամ ժաման ձեզ եք ասեմ, դուրը բացի թող դուրս գա արդին։ Ստեղ ես բան արեցի։ Էդ արտաշեցի հեռախոս։ Մամային խփեցի, Դավիթ, вот это я не բանը, բլենդել եմ կանաչին, մտքեր չեմ կամ հավաքեմ կանաչի և սոխը, ավելացրել եմ աղ, կարմիր պղպեղ, ամուսինս եկել արդեն բժշկի մոտից, բժիշկը նոր, խոր մի դեղա նշանակ է, թե մի քանի։ Երեք դեղա նոր նշանակ է։ Չեն թողում մտքերս ձևակերպեմ, հա, Խորենին 3 դեղա նշանակ է, հիմա զանում ենք պատվիրենք, ապտեկայի չէր գտել այդ դեղը նորմալ, ես էլ այս մի հատ սարքեմ մինչև դուրս գալս էլի, որ տանը ուտելու բան լինի, էլի գոնե կատլետիկ 2 կիլոգրամ տավալի աղացած միս այստեղ, կարող ես ողջունել իմ հետևորդներին։ Всем привет։ 2 կիլոգրամ տավալի աղացած միս այստեղ ու ահագին կոտլետ դուրս կգա, կարծում եմ իմաց։ Չէ, սաղ էլ կսարքեմ։ Նենց հավոր ուտվում է, էլի, երկու բան կանեք սառնանում դրած, ինքը չի փչանում մեկ։ Ջեզվեն, լավ հարցեր, ջեզվեններից մեկը տեղ դեմ լվացել, մյուսը հեսա ստեղ լվացած դրած ախորս։ Խորեն այսօր կարճաթև է, ուրա, դավնո պարա, շոք է իրականում։ Դե, փոփոխական, մեկ շոք, մեկ ցուրտ, մեկ կայծակ, մեկ իմ քույրը գնդի վարդեր անում, ամբլոկ, կայսակ, մեկ, ինչ էր երեք, կարկուտ, լսի երեկվանից սուրճ չեմ խմում, որ քաղցրը հանել եմ, կոֆե էլ չեմ խմում, նենց տխուր եմ, ինչ կասես, պրծավ, իրատեխնիկա արեցի, տեսավ խանում, գազը մաքրել էի, ոչինչ, Խորենը երեխեքի հետ իջել է բակ, ասեց ուզում եմ տանեմ մի քիչ ման գան երեխեքը, ասեցի շատ ավելի լավ,
Ես էլ քիչ պատրաստվում եմ դուրս գալուն։ Մոտավորապես մի ժամից պիտի դուրս գամ։ Շորս հարթուկեցի, երեխեքի շորերը հարթուկեցի, իրան ճանապարհեցի։ Հիմա փորձում եմ դիմահարդարվել։ Շուտ է դուրս չի գալիս։ Փոշմանել եմ, որ թեներ եմ գցել, ավելի մեղմ բան կուզեի, բայց էլ չեմ փոխի, հիմա կփորձեմ մի քիչ շտկել այդ ամեն ինչը։ Շատ շոկ ասեմ ձեզ, շատ շոկ։ Ու այս շոկերին ոտքերս սկսում են ցավել։ Երեք այսօր ոտքերս լավ ցավում են, եւ անոթներս են լայնանում, չգիտեմ։ Մի խոսքով, այդ թողնում ենք մի կողմ։ Հիմա արագ դիմահարդարվեմ, դեզ իմ վերջնական տեսքը ցույց կտամ։ Երեխեք ջան, ես ննջասենյակում եմ, այս ականջուղերս որոշեցի գցեմ։ Ու այսպես ուրիշ զար չեմ դնելու, վզից ոչինչ չեմ գցի, որտեղ ականջուղերը արդեն մինչև գալիս են, ու շատ կծանրաբեռնեմ այս հատվածը, եթե շղթայել գցեմ։ Հիմա կմնա մազերս քանդեմ, շրթունքները շատ մեղմ եմ պլանավորում գցել, որպեսզի օբրազը ավելի նուրբ ստացվի։ Ու վերջ այս շորիկս որոշեցի հագնեմ։ Հարթուկել եմ, բայց այս մասը կարծես թե չմրթված է, թե այս գիծն է իրը։ Հա, գիծն է։ Մի խոսքով խակի գույնի մի հատ խակի չի։ Կանաչի մի հատ երանգ է, էլի պայուսակ եմ ընտրել, հեսա ցույց կտամ ու վերջ։ Ու այն կրեմովի ոսկեգույն հունականի օրը որ հագել եմ այդ կոշիկները, որտեվ հետը շատ սազում էր։ Այս թվում է ուր վրա երեխեքը կգան։ Չասեցի կատյատը սարքեմ, բայց հենց հա որ կարող են ինչ-որ մի բան ուտել, մինչև գամ սարքեմ, էլի։ Ուղղակի խորենը ցավոք չէր կարողացել քրտնել, էր ինքը որ քրտնում է անպայման գալիս փոխվում է, վտանգավոր է իրան չի կարելի քրտնել։ Դրա համար մենակ մսի ու բանջարեղենի խանութ էր մտել ու չէր հասցել մտնել այդ մթերային խանութ, հա։ Այնտեղից որ բերել ինչ-որ մի բան, ես արագ սարքեի, բայց կոտլետը չուզեցի սարքեմ, որովհետև ջրի, մսի, բանի հետ գործ որ անեմ, մանիկյուրս տեսքից ընկնելու էր։ Գիտեք, ես եմ իմ մանիկյուրը անում, հետեւաբար ինքը այնպես ստոյկի չի, ոնց որ գնաս գելլական ես։ Ու որպեսզի իր տեսքը կոկիկ մնա, ցանկալի է տնից դուրս գալուց առաջ ջրերի մեջ շատ չընկնել, չնայած ես արդեն այսօր ահագին հասցրել էի ջրով գործել։ Wow! Wow! Հեսա Wow! Արտաշես ջան, սա կոֆեից մեջ լցրեցիք։ Wow! Հեսա Oh my goodness! քամ այ հիմա որ անեք քամ ու վախ։ Wow! Wow! I need to see. Wow! Wow, look at that! Na 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 na. Na! Itanya, arigato. Look at that. Սպասի, դե ավտոներ են։ Կանգնի։ Դավիթ, չես լսում դու ինձ։ Դիա։ Ստեղ չեք ուզի մի քիչ խաղակ։ Ande. Դե խաղացեք։ Tamam shop. Wow. Wow. And that's here kite. And this. Այս գույնը վերջերս եմ ընտրել, շատ նուրբ գույն է, այն որ ուզում ես արագ մանիկյուր քսես, դե գիտեք, կան կապրիզնի գույներ, օրինակ կարմիր սև, չգիտեմ, մուգ մանուշակագույն, որոնք քսելը շատ սենց պահանջում է նյարդեր, ժամանակ, իսկ երբ որ շտապում ես, բայց ուզում ես կոկիկ տեսք ունենան եւ ունեն, այս բաց գույները ուղղակի փրկում են։ Իրենք տալիս են խնամված տեսք եւ շատ հեշտ են քսվում։
Այդպիսի բան, սա իրատ կաստրեր եմ, որ մոտս լինի, չեմ սիրում տնից դուրս գալ առանց բավականաչափ մարդկոցը լիցքավորելու հեռախոսի, որովհետև գիտեք իմ աշխատանքը անմիջականորեն կապված է նկարելու հետ։ Դրա համար այս լույսն է միշտ ինձ հետ, ափսոսը մյուս թայը փչացել է։ Այս լույսն է միշտ ինձ հետ ու մեկ էլ գիտեք հեռախոսը։ Երեխեք ջան, ես դուրս եմ եկել։ Հիմա գնում եմ մեր մշտական տեղը, որտեղից ինձ տաքսիով վերցնում են։ Եղանակը լավն է, պատկերացրեք, մի քիչ մտահոգություն ունեի, ասեցի կարող ինչ-որ բան վերցնեմ հետս, բայց չէ, ասենց որ նայում եմ, օքեյ է, հետ գալուց հետ տաքսիով ենք լինելու։ Արիվա, ուժեղ են գնում կադրը վառում է։ Աչքով տվեցի, որովհետև շատ ուժեղ քամի բարձրացա, բայց ոչինչ։ Ուղղակի շորիկով քամին շատ անհարմար է, вообще մեր Երևանի խնդիրն է, ամառն են, շորիկ ես հագնում, քամին տալիս է, ձեռքդ պետք է միշտ շորիկ պահես, որ չթռցնի հանկարծ։ Մենք արդեն տեղում ենք երեխեք ջան, ինչպես միշտ ֆոտո, վիդեո սեսիա, այս նորաճած մազիկները ինձ խանգարում են։ Հիմա գնանք, աղջիկները եղել են այդ տեղում, գիտեն այդ տեղը, այսօր խոր երեխեք, ասում խորենա անստվեց, մի տարեկանն է այդ տեղի, ֆոմա կոչվում։ Գնանք տեսնենք երեխեք ջան։ Գեղեցիկ մարդիկ եմ տեսնում, արդեն իսկ տոնական պատրաստված։ Oh my god, այս ինչ բարձր է։ Սիրունիկ է շատ։ Համեսը։ Բարև ձեզ։ Սիրունիկ, էսթետիկ, գեղեցիկ, բայր։ Ջան։ Գնալ նկարվի անել։ Ինչա ֆոտո անել։ Դե սպասեք ես էլ գամ։ Գտնվում ենք կանանց սենյակում, այդպես են ասում, ասացի մի հատ ցույց տամ։ Իմ YouTube-յան հետևորդներին ես ողջունում ի դեպ սա։ Բայց հավես է, չէ՞ տեսա։ Տեսեք ով է, մեր շքեղ գարգոնը։ Ամենայն հայոց լապտերը։ Մենք դուրս եկանք, մեր տաքսին եկել է, եկեք գնանք Մոնգոլու, ոչ էլ
Ես հասա մեր տուն, սկեսուր ենք մեր տան են, так что գնամ միասին ժամանակ անցկացրենք իրենց ահավոր կարոտել։ Երեխեք ջան, ես արդեն տանն եմ, Սուսիկենք արդեն գնացին, հասցրեցի իրենց հետ էլ ժամանակ անցկացնել, մի քիչ նստեցինք, զրուցեցինք, վաղուց չէին եկել, որովհետև հիվանդ էր Սուսիկը, իսկ խորիկին, այսպես ասած, փայփայում էինք, հա, այդ առումով բժիշկը խորհուրդ էր տվել զգույշ լինել այդ վիրուսներից ինչքան դա հնարավոր է, հա։ Մի խոսքով, Արտաշեսս այնքան սիրուն բաներ ա նկարել, ասեցի ձեզ ցույց տամ։ Ինչ-որ նոր պերսոնաժներ են, որոնք իտալիանսկի մեմ ա կոչվում։ Ես ցույց տամ, դու ասա այսօվա։ Տուն սահուր։ Իհարկե ես դա չեմ հասկանամ, այդ պերսոնաժները ովքեր են որտեղից, բայց իրանք շատ սիրում են։ Լիրիլի լարիլա։ Սա ինչ-որ արհեստական բանականությամբ ստեղծված։ Բալերինա կապուչինո։ Ուղղակի ես ուզում եմ տեսնեք ոնց է ինքը նկարել։ Կապուչինո ասասինո։ Ինտոնացիաներն էլ ա փոխանցում։ Բացի։ Բոմբոմբինի գուզինի։ Ովքեր։ Դեվասան գյուսուգո։ Շիմպանզինի բանանինի ვა։ Այս կմերն եմ։ Տարալալա, պորկոդիլո։ Հասկանում սա ինչա, բայց դե օքեյ։ Բոմբարդիո կրոկոդիլո։ Դալիմիոպե, էսովա դա։ Բը պատապիմ։ Բր պատապիմ։ Դու են գիտես։ Պասը Հայ, սպասեք տեսնեմ, մի հատ Դավիթ հարց է, Դավիթ կեսովա։ Ես սիմպճանինի բանանինի ვა։ Կապուչինո ասասինո։ Ես եկա լոգասենյակ, մի հատ մեյքափս մաքրեմ, ուր տնեմ ուղերս, որ չթրջի, այստեղ դնեմ, բայց այստեղից կընգնի, just a minute, մի հատ այս մակիաժից ազատվեմ, որովհետև որ մակիաժը տանը վրաս է լինում, ես արդեն մի տեսակ դիսկոմֆորտի մեջ եմ ու գնամ կոտլետ սարքեմ, այսօր մի պահ մտածում էի տոլմա սարքեմ, գամ տուն հետ ասեցի, որ կամ հոգնած եմ լինելու, ընդեղից էլի չկարողացա շատ կադրեր նկարեմ, որովհետև երաժշտություն էր անընդհատ, կենդանի երաժշտություն էր, նվագում էին բան, YouTube-ը գիտեք չի թողում այդ Խոջան ատամը ցավում ա էլի, դավիս պիտի ատամնաբուժի տանենք այսօր խորենը ժամա վերցրել ատամը։ Անպայման կանենք։ Հա, անպայման, խեղճի ատամները սաղ բան են եղել, ծակվել են, ուտելու ցավացնում են, անպայման պիտի այդ հարցը։ Բալես այսօր էլ դու բան մի կեր, խոր բիթող ուտի։ Մեղկո։ Իսկի մենք մեծերս չենք դիմանում ատամի ցավին ու մնաց երեխեք։ Առանց մակիաժ ուրիշ ենք, չէ։ Ավելի սիրուն ենք։ Հույս տանք էլի մեզ։ Այսօր այս հատվածներից էլ փայլիկներ եմ գցել, կադրում չի երևում։ Բան է, փայլիկներ էի գցել մի քիչ ասեցի, տոնական։ Բավականին մեծ միջոցառում էր, շատ բան չկարողացա նկարել, բայց Գիտեք, չեմ նկարում, կարամ նկարեմ տակից ուրիշ երաժշտություն դնեմ, բայց ոնց որ թվա տեն ձանձրալի կնի ձեզ նայել ուղղակի երաժշտությամբ։ Դրա համար շատ կադր չեմ նկարում էլի։ Այս միքսիթը կստати օգտագործեցի, պետք է նշեմ, որ շատ լավն է։ Ինքը ամենօրյա, այսինքն ես մտածել եմ ինքը այսրապես մասկա է, այս վերջինն է, այս թվում է մյուս անգամ էլ օգտագործեմ ու վերջացավ։ Բայց չէ, ինքը ամենօրյա լվացվելու համար է, բայց եթե մակիաժ եմ մաքրում, իրան չեմ ուզում օգտագործել, իրան ուղղակի առավոտները լվացվելու համար, մակիաժի համար այս La Roche-ից ուղղակի պրոդուկտներ ունեմ, որոնք դեռ կան, թե չէ այն դեպքերից հետո, որ ճիշտ ասեմ, մի քիչ իրանց գնելու ցանկությունը մոտս նվազել է, պրոստը ինչ ունեմ ափսոս է, էլի հատկապես որ կոնկրետ նշվում էր, որ իրանց պրոդուկտներից կոնկրետ այս տեսակի մեջ է հայտնաբերվել այդ նյութը, վտանգավոր, իսկ դրանից ես չունեմ հիմա։ Հանդավը ցավում ախր չսատամա։ Եկավ, մաման եկավ, հեսա գնամ ատամ մի հատ ողենք, մեջից հանեմ սնունդը, երևի, ոյ հոգնեցի գիտեք։ Даже հավես միջոցառումները մեկա հոգնած։